Ախտորոշումը շատ ժամանակ խանգարում է և բժիշկներին, և պացիենտներին տվյալ հիվանդությունը գտնելու և բժշկելու հարցում։ Ինչու՞։ Այսօր ախտորոշումը բազմաթիվ, այսինքն ախտորոշումների արդյունքում բազմաթիվ տերմիններ են ներմուծվել, և շատ դեպքերում այդ տերմինները համակարգվել են, և ժամանակակից ալոպաթիկ մեթոդոլոգիայի մեջ, այսինքն բուժման մեթոդը հենց այդ տերմինից է կախված։ Այնինչ մեծ սխալ է դա, և դրա պատճառով է, որ այսօր շատ բուժումներ սխալ են ընթանում, և շատերի մոտ սխալ բուժումների արդյունքում նոր հիվանդություն է առաջանում։ Օրինակ վերցնենք հիպերտոնիան, խրոնիկ։ Խրոնիկ հիպերտոնիայի դեպքում պատճառն ենք պետք է հեռացնել, այսինքն կան 4 պացիենտ, 4-ի մոտ խրոնիկ հիպերտոնիա է, բայց ամեն մեկի մոտ կարող է իր արմատը ունենա, այսինքն իրականում անվանումը հիվանդության նույնն է, բայց հիվանդության արմատները տարբեր են, այսինքն հիվանդությունները իրականում տարբեր են, բայց բարձր ճնշումը դա հիվանդության արդյունքն է։ Մեկի մոտ երիկամների հիվանդությունից կարող է առաջանալ հիպերտոնիա, մեկի մոտ սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների, մյուսի մոտ թոքերի հիվանդությունների, մեկ այլ պացիենտի մոտ լյարդի։ Այդ բոլոր դեպքերում խրոնիկ հիպերտոնիա առաջանում է, բայց հիվանդությունները տարբեր են, այսինքն տերմինոլոգիան այսօր նախ և առաջ և բժիշկներին, և պացիենտներին կտրում է կամ խանգարում է բժշկել հիվանդությունը, իսկ գտնելով արմատը։ Դրան գումարած այսօր ժամանակակից ալոպաթիկ մեթոդոլոգիան հիմնվում է անվանման վրա, ահա տարբերությունից մեկը հոմեոպաթ բժիշկների և ալոպաթ բժիշկների, որ հոմեոպաթ բժիշկները չեն կառչում ախտորոշման անվանումի վրա, դրանից չեն կառչում, այլ խնդրում են պատճառը, հիվանդությունը, այսինքն ճանաչում են հիվանդությունը, իսկ ալոպաթիկը ի տարբերություն հոմեոպաթիկի ախտորոշման հիման վրա ըստ իրեն առաջարկված մեթոդոլոգիայով, այսինքն բացում է գրքերը կամ մեթոդոլոգիան, ինքը շատ դեպքերում շատերի իրավունք է չմաշահրվելու, և այդ մեթոդոլոգիայով փորձում է բուժել և չի ստացվում։ Ահա թե ինչու են անցել սիմպտոմատիկ բուժման, այսինքն խրոնիկ հիպերտոնիա կա, արդեն նշանակում են ճնշումը իջեցնող խաբեր, դրա փոխարենը բուժելու այն օրգան համակարգերը, որի պատճառով ճնշում է բացում, այսինքն եթե բժշկել այդ հիվանդությունը, ճնշումը ինքը իրենով կարգավորվում է, բայց եթե ճնշման տեղ նշանակել, ապա ամեն օր այդ պացիենտը ճնշման տեղ պիտի խմի, և դրա հետևանքով այն հիվանդությունները, որոնք այն ավելի են բարդանում, այսինքն երիկամները լյարդը ավելի են բորբոքվում ճնշման տեղից, պրեպարատից, և կողմնակի ազդեցությունների պատճառով, և խրոնիկ հիպերտոնիան ավելի է բարդանում։ Հետո գալիս է մի պահ, որ դոզան են, այսինքն չափաբաժինն են մեծացնում, հետո քանակը, և այդպես պացիենտին հասցնում են ծանր վիճակի։ Շատ բժիշկներ, ցավոք, իրենց սխալ բուժումների պատճառով պացիենտը կարող է մի քանի տարի հետո մահանա, և իրենք էլ չգիտակցեն, որ այդ մարդու մահվան պատճառն է եղել իրենց սխալ բուժումը, և ոմանք էլ ցավոք մտածում են, թե օգնել են այդ պացիենտին ճնշման հավ նշանակելով, ինչը այդպես չէ, և այսօրվա պացիենտները այդ սխալ բուժումների, այդ մեթոդոլոգիայի զոհն են։ Մի մասը չգիտակցելով, մի մասն էլ համառորեն իրենց պնդելով։ Այսինքն սիմպտոմատիկ բուժումը և խանգարում է, և ախտորոշումն է խանգարում և բժիշկներին, և պացիենտներին։
Բայց կարելի է նաև հիվանդությունը գտնելու համար ախտորոշումները, այսինքն ախտանիշները, ոչ թե ախտանիշները հավաքել, ըստ ախտանիշների ընթանալ եւ հասնել բժշկման, ընդհանուր լիարժեք բժշկման, այսինքն բնական հիվանդությունը գտնել եւ ուսանել։ Ճիշտ կլինի, որպեսզի ախտորոշման զուգահեռ փնտրվի հիվանդության պատճառը, հիվանդության արմատը եւ ճիշտը աշխատելն է հենց հիվանդության պատճառի հետ, այլ ոչ թե միայն ախտանիշի։ Առողջ եղեք։